Այս դասին եկեք խոսենք change-երի մասին, ինչի համար է պետք, որովհետև change-ը այն տեղն է, որտեղ որ մենք դրամապանակ ենք բացելու, գումար ենք փոխանցելու այնտեղից էլ գործարքներ ենք անելու, պլյուս մինուս եւ այլն, եւ այնտեղից էլ դուրս ենք հանելու ու սարքելու ենք դոլար, դրամ կամ ինչ կցանկանանք։ Բայց որպեսզի ավելի մանրամասն խոսենք, եկեք բացատրեմ թե change-երի, crypto change-երի երկու տարբերակ։ Online change-երի մասն է խոսքը, չեմ ուզում խառնեք այն change-երը, որը որ Երևանով մեկ տեսնում եք Bitcoin-ը եւ այլն եւ այլն։ Դրա մասին չի խոսքը։ Crypto exchange-ը, որտեղ որ փող եք փոխանցելու, հաշվի համար եք բացելու ու այնտեղ գործարքներ ենք անելու։ Ունենք երկու տեսակի change։ Decentralized change, որը որ մեծ հաշվով ոչ մեկ չկա հետևում, սա ավտոմատացված է, մուտքերը, ելքերը, գործարքները ոչինչ մարդկային ֆակտորով չի անցնում, այսինքն ինչ որ արվում է ավտոմատ, արվում է ծրագրի միջոցով։ Իրանք Radium-ն, Pancake, եթե կհիշեք, տարբեր coin-ները, Uniswap, Axiom-ը շատ ուժեղ իմիջայլոց trading պլատֆորմա է, GMGN-ը նույնպես լավ trading պլատֆորմա է, հիմնական մեզ երկուսը իրանք ավելի շատ նախատեսված են meme trading-ի համար, meme coin trading-ի համար, ու ինչպես նաև ունենք Photon-ը։ Հիմնականում այս DEX-երը ավելի շատ Solana chain կամ ինչ որ ուրիշ chain-երի token-ները առնել ծախելու համար է։ Հետո ունենք centralized exchange, ունենք DEX եւ CEX։ Centralized exchange, որոնք են Binance, Coinbase, Bybit, OKX, Kraken, KuCoin եւ այլն։ Սրանք այն կազմակերպություններն են, որ ռեալ մարդիկ աշխատում են։ Binance-ը ամենահայտնին է, հետո Coinbase, Bybit, բոլորն էլ շատ հզոր բաներ են։ Չնայած ես անձամբ օգտվում եմ Binance-ից, դուք կարող եք տեսնել որն է ձեզ դուր գալիս, որն է ավելի հաճելի։ Մենք ինչը որ անելու ենք ամբողջը Binance-ով։ Հիմա տեսեք, ոնց է աշխատանքը։ Հասկացանք, որ կա ավտոմատացված change ու կա change, որտեղ որ մարդկային գործոնը նույնպես կա, այսինքն մարդիկ նայում են, դու մարդ ես, մարդ չես, քեզ ընդունում են, չեն ընդունում, որտեղ լիքը պետության քաղաքացիների կարան եւ չընդունեն։ Օրինակ Binance-ում, որովհետեւ, չգիտեմ, որևէ պոլիտիկական պատճառաբանությունից ելնելով։ Հիմա եկեք հասկանանք, թե ընդհանուր process-ը ոնց է տեղի ունենում։ Առաջի բանը, որ մենք պետք է անենք, դա հաշիվ բացելն է, որը որ մտնում ենք իրանց կայք, ռեգիստրացիա ենք լինում, մեր տվյալները գրում ենք, երբ որ գրում ենք OK ենք տալիս, mail-ին գալիս է confirmation, որ դու ճիշտ ես գրել mail-դ, ինչպես նաև հեռախոսահամար ես գրանցում ու նույնպես կոդ է գալիս։ Էդի շատ կարևոր է, որպեսզի առնվազն այդ մակարդակով հասկանան, որ դու մարդ ես։ Երկրորդ բանը, որ տեղի ունեն, էդի KYC-ը, know your customer։ Ինչ է էդի։ Էդի այնա, որ դու քո անձնագիրը պետք է իրանց նկարես, քո անձնագիրը քո դեմքով եւ այլն մի հատ selfie անես նկարես, որ իրանք տեսնեն, որ դու իրական մարդ ես ու որևէ խաբեբայություն եւ այլն չլինի։ Մաքուր կարողանան քեզ իդենտիֆիկացնեն, հա։ Հաշիվ բացելս կարևոր է, որ դուք անձնագիրը նույնպես ունենաք։ Հետո, երբ որ ամեն ինչ նորմալ ընթանում է, իրանք ընդունում են քո հաշիվը, հա, ստանում ես արդեն հաշվի համար եւ այլ ամեն ինչը բացվում է, ու դու կարողանում ես դեպոզիտ անես տարբեր վալյուտաներով, կարաս դոլարով, բիթքոյնով, USDT-ով, մի խոսքով ինչով որ պատկերացնում ես, կարող ես ռեալ անել։ Ամենահեշտ տարբերակը, եթե Հայաստանում ես գտնվում, այնա որ գնաս Cryptoman, որը որ գտնվում է Մաշտոց պողոտայում, ամենաէժան տոկոսադրույքով են աշխատում 0.5%-ով, արքնել, վաճառքնել, եթե չեմ սխալվում, այնտեղ գումարը դրամը, դոլարը եւ այլն տալիս ես, այստեղ դու արդեն քո դրամապանակները ունենում ես, տարբեր USDT, Bitcoin կամ ինչ որ կցանկանաս, չնայած խորհուրդ եմ տալիս USDT դրամապանակը։ Կոդը տալիս ես, այսինքն հասցեն դրամապանակի, ու իրանց գումարը նույնպես տալիս ես, իրանք ավտոմատ փոխանցում են անում քո հաշվի համարին $100-նա, $50-նա, ինչքան գումար, որ դու ուզում ես տեղադրես քո դրամապանակին։ Հետո գալիս է այն պահը, որտեղ որ պետք է առնես ու վաճառես, որպեսզի փող աշխատես։ Այսինքն, թե ներդրումային տեսանկյունից դնում ես, ինչ որ ներդրում ես ամ Bitcoin-ի վրա, Ethereum-ի, Cardano-ի կամ մնացածի կես տարի, մի տարի հետո գալիս ես
տեսնես ինչ վիճակ է, աճել է թե չի աճել, կամ էլ կարճաժամկետ գործարքներն ես անում, որը որ հաջորդ նույնպես կուրսում ես ներկայացնելու եմ, թե ոնց պետք է անես, կեսօրվա, մեկ օրվա, երկարաժամկետ, ինչպես նաև կարճաժամկետ, նույնիսկ ժամերի կամ րոպեների ընթացքում կարող ես գործարք բացել, փակել, որպեսզի եկամուտ ունենաս։ Ու հետո գալիս է withdraw-ի կտորը, որը որ մեծ հաշվով այնա, որ գումարը կանխիկացնել։ Ոնց ես կանխիկացնում։ Հիմնականում նույն լոգիկան է, ոնց որ գումար տեղադրել ես քո դրամապանակի մեջ։ Դրամապանակից հանում ես, գնում ես հենց կրիպտոմենին տալիս է քեզ կաշիլոկ, դրամապանակի հասցե, այդ հասցեին քո Binance account-ից փոխանցում ես անում այնտեղ նստում է, քեզ փողը հանում տալիս են դոլարով թե դրամով, ցանկացած տարբերակն էլ աշխատում է։ Եվ շատ կարևոր մի բան, որը որ պարտադիր պետք է 2FA parole-ի setup-նա տեղադրումն է ձեր հեռախոսին, հիշում եք, չէ՞, որ ասում էի parole-ից բացի եւս մի հատ կոդ կա, որ անընդհատ գեներացվում է 30 վայրկյանը 1։ Էդի այն կոդն է, որը որ դուք պարտադիր պետք է ունենաք, որ ձեր account-ը հաշիվը հնարավորինս ապահով լինի։ Չմոռանաք, շատ կարևոր է։